Հարուտ, քո ապագակինը բախտավոր կլինի, մատը չի տալու։ Չէ, իմ կինը ինձնից պետք է ավելի լավ սարքի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարություն։ Ուրախ եմ շատ Լիլիթ, ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք ծնեբեկ եւ խոս միլանեզական ձևով։ Ծնեբեկը պետք է գնանք սարից որոնենք, մեզ անհրաժեշտ կլինի ձի։ Հարութին բացահայտել ենք իր ինստագրամի հյութեղ ռիլերից, այս անգամ մեզ համար է պատրաստելու։ Խոսրովի անտառի հարևանությամբ ուրցաձորի քարքարոտ լանջերը իդեալական են մատղաշ ու մի քիչ խրթխրթան ծնեբեկի համար։ Վիտամիններով ու հակաօքսիդանտներով հարուստ այս բույսի հետևից Հարութը ստիպված է միշտ ձիով գնալ։ Վայրի խոհանոցի պահանջն է մթերքները լվանալ գետում։ Արփայի սառը ալիքների մեջ մանրակրկիտ լվացվում է ծնեբեկը, կարտոֆիլը, լոլիկն ու մյուս բանջարեղենները։ Ծնեբեկը մաքրելուց, կարտոֆիլը կտրտելուց հետո դնում է կրակի վրա։ Մինչ դրանք կեպվեն, մենք կսկսենք խոզի միսը պատրաստել։ Ինչպես խոհարարն է ասում, միլանեզական ձևով։ Պետք է յուղի կտորները անպայման հանենք, որպեսզի կարողանանք իրան բարակացնենք։ Հաջորդ փուլում ծեծում ենք չալաղաջի կտորները, այնքան մինչև միսը բարակի։ Խոհարարական մուրճը ունի երկու կողմ, ինչպես տեսնում եք, սկզբից ծեծում ենք միսը այս հարթ հատվածով։ Հիմա անցնում ենք մյուս կողմին, ավելի դաժան կողմին։ Իրականում, երբ նայում ես, թվում է թե դժվար է, բայց դժվար չի, ճիշտ է։ Ջերմային մշակման ժամանակ ինքը հյութերը հետ է քաշում։ Դրա համար եմ այսպիսի ձևով անում։ Թե հետ է քաշում են ինչ ես ծեծում։ Որպեսզի հյուսվածքները թուլացնեմ ու բարակացնեմ իրան։ Խոզը միլանեզական ձևով իտալական ավանդական ուտեստ է, պարտադիր պատրաստվում է պաքսիմատով։ Պաքսիմատին խառնում ենք աղ, սև և կարմիր պղպեղ, համեմունքների միքս, օրիգանո, չորացրած լոլիկ, սոխի փոշի, նաև առանձին իտալական օրիգանո։ Այս օրիգանոն Սիցիլիայից ենք բերել։ Խոզի միսը ձվով պատելուց հետո թաթախում ենք համեմված պաքսիմատի մեջ դնում կրակին։ Ծնեբեկն ու կարտոֆիլը կիսով չափ արդեն եփվել են, կարելի է արդեն տապակել։ Ահա մեր խոզի չալաղաջը միլանեզական ձևով, կարտոֆիլը եւ ծնեբեկը, որը որ մենք ինքներս քաղեցինք եւ պատրաստեցինք։ Անձրևները ճիշտ է շատ խանգարեցին, բայց արդյունքը տեսնում եք, հուսով եմ կհավանեք շատ։ Անմահական է սա հատկապես սպիտակ գինիով։ Հարութը սա պատրաստել է սովորել հենց Իտալիայում, որտեղ միանգամից սիրահարվել է իտալական խոհանոցին։ Բայց աշխարհում ինչ էլ սարքի, երբեք չի մոռանա իր առաջին պատրաստածի համը։ Հադրութում ծառայակիցների հետ էր սարքել։ Առաջի բանը, որ սարքել եմ, այդ եղել է կարտոֆիլ ֆրին կարագի մեջ, որը որ անմահական էր ստացվել, ֆոլգայից աման էինք սարքել ու ոնց որ հալածրել էինք կարագը ձեթի հետ ու ֆրի էինք սարքում։ Այն էմոցիաները, որ այդ միջավայրում է ստանում, ոչ մի տեղից չես կարող ստանալ։ Զորացրվելուց հետո է որոշել պրոֆեսիոնալ խոհարարություն ուսումնասիրել, մեկնել է Իտալիա, վարպետացել։ Հիմա Հայաստանում վայրի բնության մեջ ուզում է ստեղծել իր անձնական մենյուն։ Փորձում եմ վայրի բնության կապը դեպի խոհանոց, փորձեմ մարդկանց հաղորդել։ Անելու եմ, աշխատելու եմ ու ստեղծելու եմ իմ անձնական մենյուն, որը որ պետք է լինի յուրահատուկ, հենց բնության նվիրված ու բնության բարիքներից օգտված պրոդուկտներով։ Շատ կարևոր է բնությանը մոտիկ լինելը ու գնահատել այն բարիքները, որը որ մեր բնությունն է տվել։ Հիմա արդեն գիտի Հայաստանի բնական բարիքներից որից, երբ, որտեղից, որ սեզոնին օգտվի, որ չվնասի բնությունը, բայց ստանա այնպիսի յուրօրինակ համեր, որոնք երբեք խանութի ցուցափեղկերում չենք գտնի։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։